Մատթեոս 10 12-ի առաքելությունը։ Եվ նա իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա, հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն։ Եվ 12 առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչվածը և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարտուղիմեոս, Թովմաս և Մատթեոս Մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ և մատնեց նրան։ Նրանց 12-ին Հիսուս ուղարկեց, պատվիրեց նրանց և ասաց. հեթանոսների շրջաններով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, այլ ավելի շուտ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ գնաք, քարոզեցեք և ասացեք. երկնքի արքայությունը մոտեցել է, հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առակ, ձրի էլ տվեք, մի ունեցեք ոչ ոսկի, ոչ արծաթ և ոչ էլ պղինձ դրամ ձեր գոտիների մեջ, ոչ պաշկ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ և ոչ էլ ցուպ, որովհետև մշակն արժանի է իր կերակրին։ Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե ով է այնտեղ արժանավորը, և այնտեղ մնացեք, մինչև որ այդ տեղից դուրս ելնեք։ Եվ երբ այն տունը մտնեք, ողջույն տվեք նրան ու ասացեք. ողջույն այս տանը։ Եթե տունն արժանի է, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չէ, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Սոդոմացիների և Գոմորացիների երկրի համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար։ Վերահաս հալածանքներ առաքյալների դեմ։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ, այսուհետև խորագետ եղեք օձերի պես և միամիտ աղավնիների նման։ Զգուշացեք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում։ Ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի, և հայրը որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Եվ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչեք դեպի մեկ ուրիշը։ Եվ եթե ձեզ դրանից էլ հալածեն,
կփախչեք դեպի այն մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները դեռ վերջացած պիտի չլինեք, նախքան մարդու որդու գալը։ Աշակերտը ավելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան, քան իր տերը։ Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեհեղզեբուղ կոչեցին, որչափ ևս առավել նրա ընտանիքը։ Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի մեջ, և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների վրա։ Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը։ Չէ, որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր հոր գետնին չի ընկնում։ Եվ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշկված են։ Արդ, մի վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք։ Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ հոր առաջ, որ երկնքում է։ Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Սուր, խաչ և նեղություն։ Մի կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա։ Չեկա հաստատելու խաղաղություն, այլ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից և դստերը իր մորից և հարսին իր կեսուրից։ Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն։ Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, և ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի, և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին։ Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի։